Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն։ Սկսում ենք նոր վլոգ եւ այս վլոգը սկսում ենք, քանի որ այսօր այն եզակի օրերից է, որ Անդրանիկը տանն է եւ մենք որոշել ենք դուրս գալ Երևանում զբոսնելու։ Պարզապես ցանկանում ենք վայելել գիշերային Երևանը։ Երեկոյան ես կասեի երեկոյան Երևանը։ Մի փոքր արդեն հովանա, շուտով ժամը 7-ն է լինելու երեկոյան։ Այս աղմուկը թանկագիններս հիմա որ լսվում է, այստեղից է։ Վահանը առաջին հարկում խաղում է, ես միացրել եմ տեսախցիկը, որպեսզի հետևեմ իրեն, հանկարծ վնաս չտա։ Տեսեք, ես եզակի մարդկանց եմ, որ թարչաներ կսում եմ առանց բերանից այսպես բացելու։ Հարգելի հետևորդներ, մենք վաղուց է արդեն ինչ մոնումենտում ենք, վերջը որոշեցինք մոնումենտ գանք, ու այնքան հավես անցնում ամեն ինչ, որ ես ոչ մի բան չեմ նկարել, բայց ուզեցի այս պահը նկարեմ, անդոնա ժողովուրդ, Անդրանիկը բարձրությունից սարսափելի վախենում է, մենք ենք հիմա բարձրանում ամենավերևը։ Ես բարձրությունից վախում եմ, դրա համար չեմ նստել։ Երեխաներից բերել եմ, որ լավ ժամանակ անցկացնեն զբոսայք։ Երկու երեխա ունեմ, Մարիամ եւ Վահան։ Այստեղ այնպես են արել, որ կարող ենք նույնիսկ հանգիստ մեջը քայլել, ման գալ, sense շարժվել, բարձրանալ տարբեր տեղերից նայել ու ընկնելու վտանգ չկա։ Իմիջիայլոց նաև օդափոխման համակարգ կա այստեղ, բավականին զով է, եւ ես պատկերացնում եմ այն տհաճ շոքին այստեղ ինչ հաճելի է։ Посмотри, ура! Эй, на папан, эй, на. Սիրունա։ Ու այս մենք հələ ընդամենը, ինչպես տեսնում եք, դեռ հələ նոր հեսա ուղղվելու է։ Այսինքն ամենավերևում չենք գտնվում այս պահին։ Տեսեք այնտեղ կարսելներն են երևում։ Անդրանիկը ուր է։ Անդրանիկ ու։ Հենա։ Մենք հասանք ամենավերևը, տեսեք արձանը որքան մոտ է գտնվում մեզ եւ հիմա հետ ենք իջնում, կարճ ասած։ Շքնաղ է, հասկանում եք, չէ՞, մայրամուտ ենք վայելում արգելներս այս բարձրունքում։ Չէ, ամենավերևը հեսա նոր հասնում ենք։ Հələ գտնենք Մարիամեն, տենանք, որդ են, հռում են, են են։ Իրանց համար վայելում է։ Վահանը ոչ մի մանկական բան չի ուզում նստի, մեկ էս ա ուզում, մեկ էլ այս մյուսը են, որ բարձրանում է վերևից սենց իջնում է ներքև։ Չենք կարողանում համոզել, որ մանկական բան նստի։ Հիմա ստեղ է, սրա մեջ խաղում է։
Ջոկես բանը ճկս։ Գնացին։ Կարենք ես կոնես։ Մարենի քաշես, որ ելնի վերև։ Վահանը փուչիկներ պայթացրեց, 10-ից 9 պայթացրեց ու սպիներ շահեց։ Վահանը օրը վայելում է, բայց մենք ենք ուրախացել, էլի։ Չնայած լավ, ես ահագին կորուսել նստեցի։ Այո։ Самилу, чиден. Приветики. Կարմեն Վահանին։ Ցույց տուր քո սպիները։ Թանկագիններս բարի լույս, քանի որ վլոգը շարունակում ենք հաջորդ օրվանից։ Ես այս պահին գտնվում եմ Կարապի լճում։ Այս չքնաղ տեսարանն եմ վայելում, Երևանի սրտում եմ հենց գտնվում, որի գեղեցկությամբ հիացած արդեն 10 րոպե անջատված նստած է եւ նոր հասկացա, որ ես պետք է դեռ վլոգ նկարեմ։ 3 գիշեր Կասկադից ոնց որ մեր տեսարանները ավարտվեցին, քանի որ անասելի հոգնած, ասենց ուղակի մեզ գցել ենք մեքենան եւ վերադարձել ենք տուն ու ասենց մի անգամից պարկել ենք, քնել ենք, էլ տան գործ կամ ինչ-որ բան չենք արել, այդ պատճառով վլոգը այդ հատվածից դադար ստացավ, բայց ես հասկացա, որ երկար ժամանակ չեմ եկել հեծանվով Երևանի կենտրոն ու շատ կարոտել եմ կենտրոնում հեծանվավարությանը, այնպես որ այսօր որոշեցի, արթնացանք, Վահանին տարա մանկապարտեզ եւ ես այնտեղից տեղափոխվեցի հեծանվավարության ու արդյունքում հայտնվեցի ամենասիրուն տեսարաններից մեկում։ Որքան գեղեցիկ է։ Հիմա այստեղ թանկագիններս մի այսպիսի նուրբ պահ կա, քանի որ ես այսօր մտադրվել եմ, որ մոտ 2 ժամ զբաղվելու եմ հեծանվավարությամբ եւ 2 ժամից 1 ժամն արդեն անցել է։ Ես այսպես մի անգամից չեմ քշել եկել կենտրոն, այլ ման գալով, տարբեր այգիներ մտնելով, տարբեր հետաքրքիր տեղեր նայելով, ուսումնասիրելով, այդ պատճառով արդեն 1 ժամ է ես դրսում եմ։
Եվ նախատեսել եմ, որ նաև կնախաճաշեմ դրսում, այնպես որ իմ սովորական նախաճաշը վերցրել եմ ինձ հետ, որ դրսում նախաճաշենք, բայց այստեղ այդքան հարմար չի, մի տեսակ sense ավելի հանգիստ տեղ է պետք գտնել։ Կարծում եմ ճիշտ կլինի հիմա տեղափոխվել անգլիական այգի եւ այնտեղ կանենք նախաճաշը ու մի փոքր համել կհարգելի հետևորդներ։ Ուրեմն ստացվեց այնպես, որ ես հայտնվեցի ոչ թե անգլիական, այլ Կոմիտասի անվան զբոսայգում ու փեսա ասեմ ինչի։ Գալիս եմ իմ ճանապարհով օպերայից մտադրված, որ պետքա մի խոսքով հասնեմ ստեղ մտնեմ անգլիական այգին։ Մեկ էլ ոստիկանական մեքենան ինձ կանգնացնում է։ Բնականաբար առաջինը ես մտածում եմ, որ տենաս ես ինչ եմ արել, ես ոստիկանը հարգարժանը գալիս է ու ասում է բարև ձեզ, իմ կինը ձեր հետևորդն է, ձեր վլոգները նայում է, ձեզ շատ սիրում է։ Հա, որտես ձեզ տեսել եմ նկարել եմ շատ կուրախանա, կարամ ձեզ նկարեմ։ Դե բնականաբար այդ ժամանակ վախից արդեն բռնած պրծած էր, ասեցի հա, կարող եք։ Մի խոսքով նկարվեց գնաց, բայց ինչի արդյունքում ես արդեն մոռացա, որ պետք է մտնեմ անգլիական այգին ու եկա հասա Կոմիտասի անվան զբոսայգին, որով ընդհանրապես պիկնիկ անելու տեղ չի։ Ես իմ հետ այսպես սիրուն բաներ էի բերել, որպեսզի փռե եւ հանգիստ նստեի։ Այստեղ, եթե չեմ սխալվում, խոտածածկի մեջ ցույց չեն տալիս մարդ մտնի։ Այդ պատճառով էլ այսպես նստարանին հիմա ես ձեզ ցույց կտամ։ Այսպես եմ կազմակերպում իմ պիկնիկը, տնական ձվերի հովանավորն է վալյատատիկը, մի խոսքով այսպես կանաչեղեն եւ այլն։ Հիմա այս պահին ես ինձ անսահման լավ եմ զգում, ինչի համար նույնիսկ ասես շատ ուրախ, զուտ էսիմ այս ստեղծած պահի համար։ Միշտ այն տպավորությունն է եղել, որ մարդը կամ լինում է երջանիկ, կամ լինում է դժբախտ, բայց իրականում այս կյանքը ինքը իրանով դժվարության մասին է, անընդհատ դժվարություն է լինելու միշտ։ Այս մի խնդիրը պրծավ, հաջորդ խնդիրն է սկսվելու, այն մի խնդիրը պրծավ, այն մյուս խնդիրն է սկսվելու։ Եթե դու մտել ես հասուն կյանք, խնդիրները միշտ լինելու են, միշտ։ Ու կարող է այդ խնդիրները լինեն շատ հեշտ լուծելի, կարող է լինեն խնդիրներ, որոնք ձեզ թվան, որ ձեր ուժերից վեր է, այս շունը ոնց որ թե գալիս է իմ հետ հաց ուտելու։ Հա։ Հաց ես ուզում։ Կուտես։ Անոնց էլ բանը ցամաքացին հավան չեն։ Մի խոսքով։ Բայց թանկագիններս իսկ երջանկությունը այդ ոչ թե հարատև է, այլ դրանք պահեր են, որոնք մենք պետքա ստեղծենք։ Երջանկությունը պետքա այդ պահին ստեղծել։ Օրինակ հենց հիմա իմ համար ստեղ երջանիկ պահ է, որովհետև ես որոշել եմ առավոտյան արթնանալ, զբաղվել հեծանվա սպորտով, հիմա դրսում մաքրոթին նախաճաշում եմ, շատ առողջ սնունդ եմ օգտագործում, մի խոսքով ինձ այս պահին ես շատ երջանիկ եմ զգում։ Այս պահին լավ է, վերջ, այս պահը վայելում ենք։ Հաջորդ պահին չգիտենք ինչ կլինի ու հետաքրքրել չի, թե ինչ կլինի։ Կլինի այդ ժամանակ կմտածենք, այս պահին հենց մի խոսքով երջանկությունը թանկագիններս, այսպես մանրուքների մեջ է։ Կեղևազատում ենք այս ձուն, որը ինձ հետ պտտվել է Երևանի կենտրոնում։ Այսօր այս ձուն ավելի երջանիկական մի շարք մարդիկ արգել հետևորդներ։ Վերցնում ենք իմ սիրելի լավաշը։ Աղի փոխարեն օգտագործում ենք պանիր, իմ սիրելի կանաչեղենները, կանաչ սոխ եւ կոտեմ։ Փաթաթում ենք եւ վայելում։ Ես իմ ջրի շիշը դրել էի սառնարանում, որպես սառը ջուր հետս բերեի, արդյունքում ընդհանրապես մոռացա ու չբերեցի ու եկել եմ առանց ջուր։ Ամբողջ ճանապարհին ինչքան ցայտ աղբյուր տեսել եմ, մի կում ջուր եմ արել ու եկել եմ ստիպված, որովհետև մի անգամից շատ ջուր խմել չի կարելի, ստամոքսը կցավացնի հետ, որ կողքը ծակում է, այդ տենց է լինում։ Բայց ես անպայման պիտի անգլիականում հանգիստ պիկնիկ անեմ ստեղ, ես հիմա հաց եմ ուտում ու լիքը մարդիկ են գնում գալ, բայց քանի որ ես արդեն վաղուց ձերբազատվել եմ,
ավելի շատ մարդկանց մասին մտածելուց, քան իմ տվյալ պահի ինձ հաճույքի մասին։ Հավեսով վայելում եմ։ Այս ինչ համոբա սովորաբար ես մեկ ձվից ավել չեմ կարող ուտեմ, բայց այս տնական ձուն այնքան փոքրիկ է լինի, որ ոնց որ լորի ձուն քիչ էլ փոքր լինի, լորի ձու է դառնում։ Կարգին հաղորդումը ուներ նման մի ցած խոսք է, որ ասում եմ ես լավ եմ, իմ հետ ամեն ինչ կարգին է, ինձ ոչ մեկ չի ներվայնացնում։ Հիմա այդ ես եմ։ Կենտրոնից մինչև ստեղ իջել եմ ընդամենը 7 րոպեում։ Ստեղից մինչև բարձրանում ես վերև, վերելքներ են, ամբողջը դիքել է, այսպես ասած, ամբողջը վերելքներ են։ Ու որ անկեղծ ասեմ, տնից մինչև այնտեղ հասնելը, այսինքն տևում է մոտավորապես 40 րոպե, բայց այդ իհարկե դադարներով։ Ու այնքան եմ հոգնում, որտեղ sense ամբողջ իմ քաշը, հեծանվի քաշը ես եմ տանում, այդ բարձունքի վրա ես եմ հաղթահարում իմ ուժերով։ Հետ գալը ամբողջը ժողովուրդ, վայր չկա, ամբողջը sense ուղղակի ես պետք է այնքան որ նստած մնամ հեծանվի վրա, այնքան որ հեծանվի ղեկը պահեմ, որ շուր չգան, վերջ, հետ եմ գալիս տուն։ Դրա համար էլ պատկերացրեք, մինչև Կոմիտասահագի կենտրոնից ես հասել եմ ընդամենը 7 րոպեում։ Ես մենակ մի բան չհասկացա, խեր ամեն ինչ այսքան մի քանի անգամ ավելի համեղ, քան սովորաբար։ Կարճ ասած, թանկագիններս ես նախաճաշը արեցի, հիմա կվերադառնանք տուն։ Ոտքից գլուխ ջրի մեջ եմ, այդ պատճառով շտապ կրկնել է պետք տուն եւ լեհան։ Ես արդեն տանն եմ եւ ուզում էի մի շատ համեղ ըմպելիք պատրաստել, որը կոչվում է milkshake։ Ուզեցի անպայման ձեզ հետ կիսեմ, քանի որ սա այն մարդկանց համար է, ովքեր կաթ տանել չեն կարողանում, կաթի համ այնպես ինչպես ես, բայց դե համ էլ հասկանում ենք, որ օրգանիզմին անհրաժեշտ է։ Ուրեմն, ինչ ենք անում։ Կաթը լցնում ենք, այսպես բլենդերի մեջ, ցանկացած բլենդեր կլինի։ Սառույց, այսպես։ Մի հատ էլ որ փակում ենք ու սառույցով այսպես հարում ենք։ Հիմա բացում եմ սա։ Կաթը այստեղ նույնիսկ արդեն փրփրել է, ինչպես տեսնում եք, եւ այստեղ ավելացնում եմ արդեն բանանը։ Ֆանտաստիկ համով է լինում նաև ելակով, համ առանձին ելակով է շատ համեղ լինում, համ ելակ բանանը կատարյալ համադրություն է լինում։ Այսպես մի փոքր կրճատեցի, որ կարողանամ հարել, սենց լցրել եմ բաժակի մեջ, հետո հետ կլցնեմ իր վրա, որտեղ ի սկզբանե չպետք է այդքան շատ կաթ լցնեի։ Կարող եք ավելի քաղցրացնել լցնելով մեղր։ Մեկ էլ այս մասը կարող եք դուք շրջանցել, բայց ես իհարկե չեմ շրջանցի, կաթի համը կոտրելու համար մի թեթև վանիլ ենք լցնում։ Այսպես չնչին։ Ես քանի որ չունեմ ավելի մեծ բաժակ, վերցնում եմ գարեջրի բաժակ, թանկագիններս։ Պարտադիր վերցնում ենք մեծ ձող, որովհետև փոքր ձողի միջով խիտանյութը շատ չի կարողանում անցնել։ Թանկագիններս իբրև թե որոշել էի բակից ձեզ հաջող անել, բայց շատ շոկ է բակում, անհնար է։ Եվ թանկագիններս, այսպես եմ ձեզ ասում, շնորհակալություն այս վլոգը մինչև վեր դիտելու համար։ Այդքան շատ sense ընտանեկան չեն հիմնականում վերջին շրջանի վլոգները, ավելի շատ ոնց որ վայելքների մասին է, բայց դե հաշվի ենք առնում, որ ամառն էլ հեսա կվերջանա, այնպես որ կարող ենք մի փոքր թամբալություն անել։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով հերթական գեղեցիկ վլոգով։